Եղբայրներ, քույրեր, շնորհակալ ենք Տիրոջից այսօրվա համար, փառք Տիրոջը, սրտանց փառք այսօրվա համար, շնորհակալ ենք, որ Աստված մեզի կնել է, բերել է իր ոտքերի մոտ, որպեսզի կրկին փառավորենք իրան։ Ժողովուրդ, ուրեմն եղբայրները շատ խոսեցին այն գրվածքի մասին, որ Հիսուս այն հոգին, որ շատ առաջնային ու կարևոր եւ Աստծո մասնիկն էր, ուղարկեց մեր մեջ, որպեսզի մենք Սուրբ Հոգու միջոցով ունենանք կյանք, խաղաղություն, մխիթարություն, բժշկություն եւ հավիտյան Տիրոջ հետ կարողանանք կապ հաստատել այդ Սուրբ Հոգու միջոցով։ Ես մի երկու խոսք ուզում եմ սրա վերաբերյալ ասեմ եւ մի ուրիշ մտքի վրա կուզեմ ձեզ հետ սիրելիներ խոսեմ։ Այսպես ես խորում մտածում եմ, որ հին ուխտի ժամանակ շատ մարդիկ, որ եկել էին Աստծուն, հավատացել էին Աստծուն, բայց չէին կարողանում իրանց սիրտը միտքը փոխեն, փոխվել չէին կարողանում, բայց երկնքից իջած այդ Սուրբ Հոգին կարողացավ բոլոր իրան հավատացողների սրտերը, մտքերը եւ կյանքը փոխել, դա Սուրբ Հոգու գործն է, սիրելիներ, որտեղ գրված է իմ հոգին պիտի ղրգեմ ձեր մեջ եւ պիտի սորվեցնի եւ պիտի ամեն բան հիշեցնի մեր մեջ այն ինչ որ Աստված խոսել է մարգարեների ձեռքով եւ ինչ որ ինքն է խոսել, որին փառք հավիտյանս հավդենից ամեն։ Ես գիտեմ, որ մենք հավաքվածներ սիրելիներ հավատացել ենք այս ճշմարտությանը, եկել ենք Տիրոջը եւ այդ հոգին, որ այսօր գործում է մեր մեջ, ուզում եմ խոսել հետեւյալը, որ այն Աստվածը, այն Տերը, որուն ես ու դուք հավատացել ենք սիրելիներ, ինքը գործ է դրել մեր մեջ, հասկանում եք, գործ։ Այն փրկության գործը, որ Աստված ուզում է մեր մեջ կատարի Սուրբ Հոգու ձեռքով, եւ դա սիրելիներ կատարվում է հետեւյալ վիճակներով, մեթոդներով, միջոցներով, որ Աստված արել է եւ անում է, որին փառք հավիտյանը սալդենից։ Ես ուզում եմ կարդալ այդպես նայենք Աստծո խոսքին սիրելիներ, Աստծո խոսքի իրականությանը եւ ճշմարտությանը, թե ինչպես Աստված անում է սպանը իր ներգործությունով, Սուրբ Հոգու ներգործությունով, Սուրբ Հոգու ոնց որ ասած օգնությամբ եւ օժանդակությամբ սիրելիներ։ Եվ տեսեք, ես կարդում եմ Փիլիպպեցիների առաջի գլխի նախ 3-ից 6 համարները կարդամ սիրելիներ, տեսեք ուշադրությամբ ուզում եմ որպեսզի լսեք։ Առաքյալը գրում է. «Կկոհանամ իմ Աստծո մեզ ամեն անգամ, որ ձեզի կհիշեմ, միշտ իմ ամեն խնդրվածքիս մեջ ձեր ամենու համար ուրախությամբ աղոթ կնեմ, ավետարանին հաղորդելու համար, առաջին օրն է մինչև հիմա, այս մասին վստահ թե ան որ ձեր մեջ բարի գործ սկսեց, մինչև Հիսուս Քրիստոսի օրը պիտի կադար է, այն որ ձեր մեջ այս գործը սկսել է, մինչև վերջն էլ պիտի կատարե։ Ես պես մի հատ հարցով ուզում եմ դիմեմ, մենք հավատում ենք, հավատացել ենք, որ Աստված այս գործը, որ դրել է մեր մեջ, պիտի մինչև վերջ ինչ անի, կատարե, հասնի։ Մենք դրա համար ենք եկել։ Այսօր ոնց որ ասում սառնություն, ոնց որ զգամ բան, ասում եմ Տեր Աստված, վարիր կրակը, վարիր այդ Սուրբ Հոգու կրակը մեր կյանքի մեջ, որովհետեւ մենք սիրելիներ, որ գոնե եկել ենք այստեղ մեր բոլոր մտքերը, մեր բոլոր հայացքները, մեր բոլոր վիճակները թողենք մի կողմ եւ այդպես սրտանց Տիրոջը բռնենք, նրա փեշը բռնենք, ինչպես ասում են սիրելիներ, եւ վստահաբար գիտենանք, որ ինքը մեր Տերն է, մեր Աստվածն է, եւ այս գործը, որը սկսել է մեր մեջ, մինչեւ ավարտին հասցնելը, թող Սուրբ Հոգու ներգործությունով լինի։ Ես հիմա տեղեր պիտի կարդամ, որտեղ որ պետք է տեսնենք, որ մենք պետք է հավատքով նայենք Աստծո խոսքին, եւ այդ հավատքով պետք է ոնց որ ասած ընդունենք այս կյանքի ճշմարտությունները, որպեսզի սա ներգործի մեր մեջ։ Առանց հավատքի անհնարին է սրաներ։ Դուք կարդացել եք 11:6-ը Եբրայեցիների, որ առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի ըլլալը։ Ան որ կհավատա, այն որ կմոտենա, պետք է հավատա, որ վարձահատույց կլա Աստծո կողմանը իրան։ Եվ դրա համար տեսեք շարունակեմ նույն գլխի 9-ից 11 համարները եւ այս աղոթքը կնեմ, որ ձեր սերը հետզհետե ավելի շատնա գիտությունով, բոլոր ընդրողությունով, որբեսի դուք տարբեր բաները զանազանեք, որբեսի մինչև Քրիստոսի օրը անկեղծ եւ առանց գայթակղությանը լաք,
արտարության պտուղներով լցված Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծո փառքի եւ գովեստի համար։ Սիրելիներ, ինչպիսի աղոթք է պետք մեզ անելու այսօր։ Տեսեք ինչ հստակ է, աղոթք եմ անում, որ ձեր սերը հետզհետե շատանա։ Բոլոր պակասները աստվածաղոթքի միջոցով է տալիս սիրելիներ։ Մարդը որ հավատքով աղոթք է անում։ Եթե հավատ չկա, եթե այդ աղոթքը չկա սիրելիներ, ես չեմ տեսել մի անձնավորություն այս սուրբ գրքի մեջ գրված, որ ինքը չաղոթի ստանա, չհավատա ստանա, այս բոլոր բաները գալիս են աղոթքի, աղաչանքի եւ սրտանց Տիրոջը մոտենալու պատճառով սիրելիներ։ Դրա համար ավելի շատն ասում է, որբեզի դուք տարբեր բաները զանազանեք, որբեզի մինչև Քրիստոսի օրը անկեղծ եւ առանց կայտաղության լակ սիրելիներ։ Դուք գիտեք, որ աշխարհի վրա լիքն են կայտաղություններ, լիքն են եւ այդպես նաեւ կայտաղողների թիվն էլ այսօր շատ է։ Աշխարհը կայտաղեցնում է, աշխարհը տարբեր իրանց գործերով, գործնեությունով, ցանկությունով եւ այլը, այդ բոլոր բաները մարդը եթե չկպնի այդպես սրտանց Տիրոջը, չխնդրի իր ողորմությունը, այս աշխարհի շատ բաներ կարող է եկեղեցի գա, բայց իր սիրտը կայտաղված լինի, այդպես տգարացած, Տիրոջ մե հեռացած սիրելներ, այդպեսի միջայլոց։ Օրինակ, ես տեսնում եմ այսօր սիրելիներ, որ մարդիկ առավոտյան վեր են կենում, փոխանակ աղոթք կանեն, ուրիշ գործերով են զբաղվում, փոխանակ Տիրոջ երեսը կանչեն, իրանց գործին են գնում սիրելիներ, այսօր շատ տեղեր, այս գործնել են էսել եւ օրը ժամը թրջում գնում է մարդու ձեռքից եւ մարդը մնում է առանց պատասխանի, առանց աղոթքի, առանց Տիրոջ հետ հարաբերվելու։ Ես երջանկա հիշադակ մեր հրայր ախպերը ասում էր, երբ որ արտանում ես պետք է սրտանց Տիրոջ երեսը կանչես եւ նրան ունենաս, որ ինչ էլ որ անես, ուր էլ որ գնաս, գիտենաս, որ Տերը քեզ հետ է, որտեղ դու առավոտ ամենից առաջ հանձնվել ես Տիրոջը։ Պետք է հանձնվել Տիրոջ սիրելիներ։ Այս աշխարհը լի է կայտաղություններով, լի է խնդիրներով, լի է խնդիրներով, լի է շատ բաներով սիրելիներ։ Դրա համար պետք է հանձնվել Տիրոջը, ուզենալ, որպեսզի Տիրոջ հետ ապրել, Տիրոջ հետ քայլել։ Տեսեք, Պողոս առաքյալը Կողոսացների եկեղեցու առաջի գլխի վերջի համարները Կողոսացիս առաջի գլուխ 28-29 համարների մեջ տեսեք ինչ է գրում, որ մենք կքարոզենք, ամեն մարդու կխրադենք եւ կսորվեցնենք ամեն մարդու բոլոր իմաստույթնով, որպեսզի ամեն մարդ կատարյալ կեսնեն Քրիստոսով։ Տեսեք, այս համարի վրա պետք է կանգնեմ, որու համար ես ալ կաշխատին ջանք ընելով իր ներգործության համեմատ, որ զորությունով իմ մեջս ի գործ կտրվի։ Տեսեք սիրելիներ, այսօր քրիստոնյայի մնում է հետևյալը, որ սիրելիներ, որ ինքը ջանք անելով, աղոթքի, աղաչանքի, հավատքի շնորհիվ, որպեսզի Աստված ներգործի, իրան ներգործությունով սիրելիներ, Աստված ներգործի մարդու մեջ, որպեսզի այդ հավատքի մարդը ունենա ինչ զորություն եւ այդ զորությունը այդ մարդու մեջ սկսի իր գործը կատարել, որովհետեւ եթե այդպես չի սիրելիներ, տեսեք, ես մշտական այս համարը օգտագործում եմ իմ համար եւ աղոթք եմ անում Տեր, թող քո խոսքի զորության ներգործությունը, քո Սուրբ Հոգու զորության ներգործությունը, քո խոսքի հավատարիմ ներգործությունը թող ներգործի իմ մեջ, որպեսզի այդ ներգործությունով կարողանա իմ մեջ ամեն բան անել սիրելիներ, որովհետեւ մարդու մեջ բարի բան չկա, ես չգիտեմ մարդը այսօր դուք մենք բոլորս ընդունում ենք, մեր մեջ բարի բան չկա առանց Քրիստոսի, առանց Քրիստոսի ոչ մեկի մեջ ոչ մի բարի բան չկա։ Տեսեք, ասում է երկրորդ գլուխ Փիլիպպեցիների 13 համարը, վասնզի Աստված է, որ ձեր մեջ կներգործե կամենալ ունելը իր հաճության համար։ Աղոթք եմ անում Տեր, այնպես արա, այնպես զորացրա ներգործիր իմ մեջ, որպեսզի ես այն անեմ, ինչ որ քեզի հաճելի է։ Առանց այդ ներգործության դու Աստծուն հաճելի բան անելու կարող չես։ Ինչքան է քեզի թվացյալ է դու լավն ես, այսպես ես, բարի ես, ողորմասեր ես, բարեգործ ես եւ այլես, եթե Աստծո ներգործության համաձայն չի լինում, Աստված չի ներգործում սիրելիներ, դա այդ ճշմարտության համաձայն չի։ Եվ դրա համար մարդը պետք է հավատա Աստծո խոսքին, որ Տեր դու ես իմ մեջ ներգործում կամենալ ունելը քո հաճության համար։ Այսօր բաներ կա, որ մարդը իր հաճության համար է անում, այդպես չի։ Դու պետք է անես այն ինչ որ Տիրոջ հաճության համաձայն է։ Օրինակ ես մի հատ օրինակ բերեմ, որպեսզի մենք հասկանանք։ Օրինակ բաներ կա, որոնք ես անում եմ, որ
ինձ ինչ որ հաճելի է, բայց Աստված ասում է, ես ուզում եմ անես այն ինչ որ ինձ է հաճելի։ Ընտրությունը մեր կողմն է, սիրելիներ։ Ընտրությունը իմ կողմն է։ Ես ուզենամ, որպեսզի Տեր, թող քեզ հաճելին լինի։ Օրինակ ես մի բան էլ ասեմ, տան մեջ մի հատ խնդիր է լինում, խնդրեմ է լինում, եւ Սուրբ Հոգին քեզի կանգնեցնում է մի իրավիճակի առաջ։ Ընտրիր խաղաղությունը եւ խոնարհությունը։ Դա Աստծուն հաճելի բանն է, բայց ես ասում եմ, չէ, այդպես չի լինի, որ այսպես անի, այսպես չանեմ, այսինքն մարմնավոր ձևով չանեմ, երևի ավելի վատ լինի, չէ, սիրելիներ։ Քո մեջ ներգործող Սուրբ Հոգին ինչ որ ներգործում է իր Աստծո կամքի համաձայն, այդ է հաճելի Աստծուն։ Աստծո կամքն է հաճելի Աստծուն։ Եվ դրա համար տեսեք, որ շարունակում ենք նայել Աստծո խոսքին, սիրելիներ, տեսեք Կորինթացների մեջ, առաջի Կորինթացների առաջի գլխի 7-ից 9 համարները կարտամ, որբեզի դուք շնորհքով չնվազիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու սպասելով, որ նաև ձեզի պիտի հաստատե մինչև վերջը անմեղադրելի ելալու մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրը, հավատարիմ է Աստվածը, որով կանչվեցաք հաղորդ տալու իր որդուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Տեսնում եք, սիրան, ես կրկնեմ, հավատարիմ է Աստված։ Օրինակ Աստված հավատարիմ է իր բոլոր խոստումները մեզի ոնց որ ասած մեր մեջ հաստատելու, դնելու, հավատարիմ Աստված կանչել է մեզ, որպեսզի հաղորդ լինենք իր որդուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Եթե այդ հաղորդակցությունը չկա, սիրելիներ, եթե այդ միաբանությունը չկա, եթե այդ ոնց որ ասած միությունը չկա, ուրեմն այսօր պակսել ենք ինչ որ բաներ պետք է մենք նայենք, որն է իմ հետ մնալու պատճառը։ Օրինակ չի եղել որ մի ժամանակ աղոթում էիր եւ իշքան աղոթում էիր այնքան զորություն, նորոգություն, ներգործություն Սուրբ Հոգու ձեռքով գալիս է, ինչու է հիմա պակաս է, ուրեմն ինչ որ բան թերի է մնացել, ինչ որ բան չի կատարվել այնպես ինչպես որ պետք է։ Դրա համար առաքյալն ասում է հավատարիմ է Աստված, որ կանչել է ձեզ հաղորդ տալու իր որդու Հիսուս Քրիստոսի հետ։ Այսօր ինչի հաղորդ չեմ, սիրելիներ, ինչու այսօր հաղորդակցությունը պակսել է, ինչու չկա, ուրեմն թողել եմ ինչ որ բաներ, սիրելիներ, ինչ որ հավատքի խոսքը, ինչ որ ոնց որ ասած գրվածքը, ինչ որ այդ ճշմարտությունից հետ եմ մնացել, եւ դրա համար հաղորդակցությունը այսօր քչացել է, պակասել է եւ ջան կանեմ, քանի դեռ ուշ չի։ Օրեր կգա որ ուշ կլինի, ել չենք հասցնի։ Եվ դրա համար տեսեք, Պողոս առաքյալը որ խորհուրդ է տալիս Թեսաղոնիկեցիներին, տեսեք ինչ է գրում հետևյալը, առաջի թուղթ Թեսաղոնիկեցիների մեջ ես կարդում եմ հետևյալը, որ երկրորդ գլխի 12-13 համարը կարդամ, սիրելիներ, տեսեք, այսպես կհորդորենք ու կմխիթարենք եւ վկայություն կդնենք, որպեսզի դուք Աստծոյ վայելածի պես քայլեք, ձեզի իր թակավորության ու փառքին կանչեց։ Այսօր համար մենք անդադար կգոհանանք Աստծո, որ մեզ Աստծո խոսքը լսելով ընդունեցիք ոչ թե իբրև մարդոց խոսք, հավա ինչպես ճշմարտապես է Աստծոյ խոսք, որ նաեւ կներգործե ձեր մեջ, որուն կհավատաք։ Տեսեք այն խոսքը, որ սրտանց ու հավատքով չի ընդունում, այդ ներգործություն չի կարող ունենալ։ Ասում է եւ գոհանում է առաքյալն, ասում է գոհանում ենք, որ այս խոսքը դուք ընդունել եք ոչ թե որպես թե մարդու խոսք, այլ որպես Աստծո խոսք։ Այդ Աստծո խոսքն է, որ ներգործում է մեր մեջ, այն ինչի համար որ այդ խոսքը ղրգվել է մեզի կամ մեզի Տերը հասկացրել է։ Դրա համար ասում է, որ ասում է մենք էլ ասում է ուրախ ենք, լսեցինք, գոհանում ենք Աստծուց, որ մեզ Աստծո խոսքը լսելով ընդունեցիք։ Այսօր սիրելիներ, ինչ ուզում ես արա, եթե խոսքը չի ընդունվում, եթե խոսքը տեղ չի գտնում քո մեջ կամ իմ մեջ, սիրելիներ, դրանք դառնում են իզուր բաներ։ Գալդ, գնալդ, ոնց որ ինչ ուզում ես արա, բայց երբ որ ընդունում ես Աստծո խոսքը մեզ եւ ձեզ կառավարում է, կարգավորում է, մեր ընտանիքն է շտկում, մեր ընտանիքը ուղղում է, էդի անում է Աստված իր ներգործնով եւ իր խոսքի զորությունով։ Եթե այդպես չի, սիրելիներ, ես միշտ ասել եմ, Տեր, ես անկարող եմ, ես չեմ կարող որևէ մի բան անել, որովհետեւ տեսեք շարունակում է նույն Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխի
մեջ էր, որ կարդում են 23-24 համարները, տես ինչ է գրում. Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորին սուրբն է ու ձեր բոլոր հոգին եւ շունչ ու մարմինը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուադենը հավատարիմ ան որ ձեզ կանչեց որ պիտի կատարե ալ Դες հավատարիմ Աստված կանչել է որբեզի մեր շունչը, մեր մարմինը, մեր ողջ էությունը մաքուր սուրբ մնա իր արչև, իր աստվածային սիրո եւ շնորհքով։ Եվ գուզեմ սիրելիներ, որ մենք այսօր հասկանանք, այսպես ես կարտացել էի Հովանու Եսայի մարգարեության մեջ, եթե չեմ սխալվում, ասում է. Ինչու ես դու Տեր մեր մեջ այսօր հույրի նման Սիրելիներ, շատ վատ է, երբ որ Հիսուսը մեր մեջ, մեր սրտի մեջ որպես Տեր չի, տնօրեն չի, այլ հույրի նման է։ Ես եթե այսպես հասկացա, ենթադրենք ես եկել եմ մեկի, ենթադրենք եկել եմ Վարուժա աղբորենս տուն մի օր պիտի հույրի կարգավիճակով մնամ։ Ես այդ տան մեջ ինչ իրավունք ունեմ, որ ասեմ, ես իստեղից տեղափոխես, տեղ Վարուժ աղբերից իստեղ ընչես դրես, դաշնամուրը տարին անգյուն է եւ այլ, որովհետեւ հույր եմ, ես եկել եմ հույր։ Իսկ տան տնօրենը Երբ որ ինքն է ինքը կարող է դիանել, երբ որ իմ եւ ձեր սրտի տնօրենը Տերն է, ոչ թե հույրի կարգավիճակ է մեր մեջ Հիսուսի լինելը, այդ դեպքում արդեն ամեն բան կլինի Հիսուս Քրիստոսի տնօրենության նրա ուզածի պես։ Եթե ոչ այդպես կլինի, սիրելիներ, որ մենք Հիսուսին ընդունելով այդպես հույրի կարգավիճակով, որ մեր մեջ, սիրելիներ, ինչ ուզենանք, ոչ թե ինք անի, այլ մենք անենք, Այ այդպես էլ դրա համար սիրելիներ կմնա Հիսուսը հույրի կարգավիճակում եւ մեր վիճակները շատ վատ կլինի թող Աստված օգնի մեզի զորացնի որովհետեւ մեր ներսը նորոգվի մեր ներսը բժշկվի իր ուզածի պես դառնա իր կամքի հաճության համաձայն որովհետեւ այն հոգին որ Աստված ղրգել է մեր մեջ պետք է որ ամբողջ գործը կատարի մեր մեջ սիրելիներ օրինակ ես որպես մարդ մի գործ որ սկսում եմ չեմ ուզում դա կիսատ մնա դուք էլ այդպես չեք Ով գուզե իր սկսած գործը կիսատ թողալ Առավել ևս Աստված ուզում է որբեզի իր բոլոր գործը լրիվությամբ անի կիսատ չմնա մեր մեջ Դա համար մենք ենք ընդունողը մենք ենք տեղտվողը մենք ենք հավատացողը մենք ենք ուզողը սիրելիներ Աստված կատարողն է թող Աստված օգնական հասնի իր անվան շնորհքի փառքի համաձայն թող իր անունը փառավորվի Հավիտյանս Սավդենի